Այն պատկամը, որը սրդումս կաց էր հետ խոսել, հետարքիր է ուրիշ պատկամ էի պատրաստել, բայց ես մի քանի օրվա մեջ Սուրբ Հոգին նորից ներգործեց իմ մեջ ու հասկացա, որ ավելի շատ այս ուղղության վրա եմ կենտրոնանալու։ Պատկամը վերնագրել եմ Աստծո փապագը։ Գիտեք, հետարքիր է ամենակարող Աստված, ամենազոր Աստված, ինքը իր ներսում փապագ ունի։ Ինքը իր ներսում ցանկություն ունի, որի պատճառով էլ ինքը շարժվում ու գործում է։ Երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին ամենասկզբին վերադառնալով, Ծննդոց գրքին նայելով, մենք Ծննդոց գրքի 2-րդ գլխի 8-9 համարների մեջ տեսնում ենք արարչագործության մեջ Աստծո ձեռքը, ու այս համարները ուզում եմ կարդամ ձեր համար։ Եվ Տեր Աստված մի պարդես տնկեց Եդեմում, արևելյան կողմը, եւ իր արարած մարդուն դրեց այնտեղ։ Եվ Տեր Աստված հողից ուսցրեց տեսքով հաճելի եւ քաղցրահամ պտուղներ, բոլոր ծառերը եւ պարդեզի մեջտեղում կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառն էլ։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն եւ դրեց Եդեմի պարդեզում, որբեսի նա այն մշակի ու պահի։ Մենք տեսնում ենք ստեղծագործության սկզբից Աստված ինքը առավելագույն հարմարությունը ստեղծեց մարդու համար։ Ու իր ստեղծած մարդուն Ադամին եւ Եվային դրեց Եդեմի պարդեզի մեջ, որպես այդ պարդեզի մեջ ինքը իրեն լավ զգա, մշակի, պահի, բայց մենք տեսնում ենք, քանի որ այս հատվածների վրա չեմ կենտրոնանալու, տեսնում ենք, հետո Եվան մեղ գործեց, օծը խապեց Եվային, հետո Ադամը ինքը կերավ այդ պտղից եւ իրանք ընկան մեղքի մեջ ու Աստծո փառքը գնաց իրանցից։ Բայց Ծննդոց գրքի 3-րդ գլխի 8-րդ համարի մեջ անմիջապես մեղ գործելուց հետո մենք կարդում ենք հետևյալը. Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարդեզում օրվա զով ժամին։ Ադամն ու Եվան մեղք էին գործել։ Իրանք շարունակում էին մնալ Եդեմի պարդեզում, բայց հանկարծ իրենք Աստծո ձայնը լսեցին, ով օրվա զով ժամին եկել էր պարդեզ։ Եկել էր, որովհետև ինքը ամեն օր ուներ սովորություն, ամեն երեկո մտնել պարդես Ադամի ու Եվայի հետ հանդիպում ունենալու համար։ Ու այս անգամ ինքը երբ որ եկել էր պարդես, տեսել էր Ադամն ու Եվան իր առջևում չեն։ Ադամն ու Եվան ընտառած չեն եկել իր հետ։ Ու հանկարծ Աստված խոսում է, ու Ադամն ու իր կինը թաքնվել էին Աստծո երեսից պարդեզի ծառերի մեջ, որովհետև գիտեին, որ մերկ են, որովհետև արդեն իսկ մեղքը գործվել էր։ Ուզում եմ սրա վրա մենք հետևյալի վրա ուշադրություն դարձնենք։ Ադամն ու Եվան մեղք գործելուց հետո ոչ թե փնտրեցին Աստծուն, այլ թաքնվեցին Աստծուց։ Բայց հետարքիր Աստծո բնույթի մեջ, Աստծո էության մեջ կար հետևյալը՝ նորից մոտենալ մարդուն, նորից կանչել մարդուն։ Մենք վստահ ենք ու գիտենք Աստված ամենակարող Աստված է եւ Աստված ինքը տեղյակ էր, որ Ադամն ու Եվան կերել են այն ծառի պտուղը, որից պետք չէր ուտել։ Ինքը այդ ամենը գիտեր, բայց միևնույն է ինքը սովորության համաձայն իր հանդիման վայր էր եկել իր ստեղծագործության հետ իրական հանդիպում ունենալու համար ու նորից կանչում է իրենց։ Կանչում է ակնկալելով, որ գուցե կզղջան, որ գուցե կգան նրա առաջ եւ կասեն այո Տեր, մենք մեղանջել ենք, բայց մենք ուզում ենք շարունակել ապրել քո հետ։ Բայց մենք գիտենք պատմությունից, որ այդ ամենը տեղի չունեցավ։ Աստված ինքը նորից ու նորից փնտրում էր հաղորդակցության վերականգնում, բայց այդ ամենը տեղի չունեցավ։ Փոխարենը տեղի ունեցավ հետևյալը. Ադամը ինքն իրեն աշտարացրեց մեղքը կնոջ վրա գցելով։ Կինը ինքն իրեն աշտարացրեց մեղքը օծի վրա գցելով։ Այսինքն իրենք չկանգնան վերականգնելու այն հաղորդակցությունը, որ երբևէ իրենք ունեցել էին Աստծո հետ։ Բայց մենք տեսնում ենք ստեղծագործության ամենասկզբից Աստծո փապագն էր հաղորդակցվել մարդու հետ։ Առագաս գրքի մեջ Սողոմոն թագավորը գեղեցիկ խոսքեր է ասում, Առագաս գրքի 8-րդ գլուխ 31-րդ համարը, եւ նրա ուրախությունը երկրի վրա էր ու նրա հաջությունը մարդկանց որդիների հետ էր։ Մենք տեսնում ենք ստեղծագործության սկզբից Աստծո ուրախությունն ու հաջողությունը մարդկանց վրա էր ու մարդկանց որդիների հետ էր։ Այսինքն ինքը ուրախանում էր իր ստեղծագործությամբ, ինչու համար, որովհետև մարդը միակ արարածն էր, ով ստեղծված էր Աստծո պատկերով։
Այսինքն ամենասկզբից մենք տեսնում ենք կարևորագույնը Աստված երկնքում շատ հրեշտակներ էր ստեղծել, բայց ինքը ուզում էր հաղորդակցվել ոչ թե հրեշտակների հետ, այլ ուզում էր հաղորդակցվել մարդու հետ։ Ուզում էր մարդու եւ իր փոխհարաբերությունը ավելի ու ավելի ամրանան, քանի որ մարդը կրում էր իր պատկերը, բայց մենք տեսնում ենք այս ամենը տեղի չունեցավ։ Ուզում եմ փոխադրվենք նոր կդագարան ու նոր կդագարանից նայենք Մարգոս Ավետարան 12-րդ գլուխը, ու այդ աշկիրը մի քանի օր առաջ, երբ որ կարտացի այս հատվածը, այս մի քանի տողերը կարտալով ես կանգ առա։ Նորից սկսեցի կարտալ ու խորել։ Նորից սկսեցի կարտալ ու խորել ու ասել Տեր, որքան հիանալի են քո գործերը։ Կարծես նոր կդագարանի մեջ դու նույնպես այս առակի միջոցով ուզում ես վերականգնել այն, ինչը մարդը կորցրել է Եդեմի պարտեզում։ Մարգոս Ավետարան 12-րդ գլուխ 1-2 համարներ հետևյալն է ասում. Հիսուսը սկսեց նրանց հետ առակներով խոսել։ Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց։ Այն տվեց մշակներին եւ ուրիշ երկիր գնաց։ Երբ ժամանակը եկավ մշակների մոտ, մի ծառայի ուղարկեց, որ մշակներից այգու բերկիցը վերցնի։ Մենք տեսնում ենք Հիսուսը մի պատմություն է պատմում, որ մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց, աշտարակ շինեց, հնձան փորեց, ամեն կարիքը բաները, ամեն անհրաժեշտ բաները ինքը պատրաստեց եւ վստահեց մշակներին։ Բայց եկավ ժամանակը, ու ինքը կամեցավ այդ այգու պտուղից ուտեր։ Գիտես, սրանից հետո մենք տեսնում ենք այդ չար մշակները ծառաներին տեսնելով քարկոծեցին, սպանեցին, արհամարեցին, մերժեցին, վերջում էլ այդ տիրոջ որդուն սպանեցին, մտածելով ժառանգությունը իրենց կմնա, բայց ես չեմ ուզում սրա վրա ուշադրություն դարձնենք, ավելի շատ ուզում ենք կենտրոնանալ հետևյալի վրա։ Այն այգին, որ Աստված ստեղծել ու կառուցել է, եկեղեցին է։ Ինքը եկեղեցում ամեն հարմարությունը իր կարգի պես, իր պաշտպանությունը, ցանկապատ տնելը, աշտարակը, որը աղոթքի ու հոգևոր պատերազմի խորհուրդն է, հնձանը, որի մեջ մենք խաղող ենք հնձելու, որը Քրիստոսի այրան խորհուրդն է, այս ամենը ինքը պատրաստեց մեր համար, բայց կա ժամանակ, որ Տերը գալիս է պտուղը տեսնելու համար։ Ու գիտեք, այս խոսքերը կարտալուց հետո մի հատ աղոթք, որը շարունակաբար դրվում է իմ մեջ, հետևյալն է. Սիրելի Հիսուս, արի քո այգին, արի քո այգու պտուղներից ճաշակելու համար, արի քո եկեղեցին եւ արի քո եկեղեցու պտուղներից ճաշակելու համար, որովհետեւ այն ինչ Տերը տվել է, մենք մշակներ ենք, մենք որդիներ ենք, ովքեր ծառայում են իրեն, բայց ունենք կարևոր գիտակցում, որ այն ամենը պատկանում է Աստծուն, ու Աստծունն է իրավունքը իր այգի մտնելու, ու նրան է պատկանում իրավունքը պտուղները ընդունելու, պտուղները վայելելու, որովհետև ամեն բան ինքը արել է մեր կյանքի մեջ ու ամեն մեկիս համար, ու կարևորը որպես մենք այս գիտակցությամբ կանգնենք Տիրոջ առաջ։ Մեկ ուրիշ պատճառ, որ այս պատկամը ինքը սկսեց ձևավորվել, հետևյալն էր, ու այդ պատճառով ես ուզում եմ կարևոր երկու սկզբունքների վրա շեշտը դնեմ, որ այսօր կիրառելի է մեր ամեն մեկի կյանքի մեջ, որպես քրիստոնյաներ, որպես մենք կարողանանք ավելի արդյունավետ լինենք։ Հետաքրքիր է մի քանի օր առաջ, երբ որ քնիցս վեր կեցա ու մաճակալի վրա նստած էի, մի հատ հոգևոր զգացողություն ունեցա։ Ես կարծես թե զգում էի Սուրբ Հոգու անձնավորություն լինելը, ով հենց այդ վայրում էր, ոչ թե իմ մեջ էր, այլ հենց այդ վայրում էր։ Ես պատկերացրեք քնիցս վեր եմ կեցել ու առաջին ես այդ զգացողությունը ունեմ, ու ասում եմ Սուրբ Հոգի, քո անձ լինելը այնքան իրական է, որովհետև տեսեք կա ժամանակ մենք գիտենք Սուրբ Հոգին ինքը Աստված է, ինքը անձնավորություն է, բայց այդ իրական լինելու զգացողությունը շատ անգամ չունենք։ Բայց այդ պահի մեջ ես սկսեցի տեսնել, այնքան իրական էր Սուրբ Հոգին, որպես անձնավորություն, ու սկսեցի հաջորդը մտածել, այն անձնավորությունը, որը իրական է ու ես իրան զգում եմ, ինքը բնակված է իմ եւ քո մեջ։
որովհետև Աստված իր հոգին դրել է մեր ամեն մեկի կյանքի մեջ։ Եթե դու վերստին ծնված ես, որովհետև Աստծո հոգին քո հոգուն կենտանացրել է եւ դու ունես վերստին ծնունդ։ Դու նոր արարած ես Սուրբ Հոգու միջոցով ու Սուրբ Հոգի Աստվածը, Սուրբ Հոգի անձնավորությունը հենց իմ եւ քո մեջ է, որպես Աստված, որպես անձ, ում ճանաչելու, ում հետ հաղորդակցվելու կարիք ունենք։ Այսօրվա Եդեմը մեր կյանքերն է, այսօրվա Եդեմը եկեղեցին է, ու Եդեմի Տերը Աստված է, ով ուզում է իրական հաղորդակցություն մեր եւ նրա միջև, ու այդ պատճառով ինքը իր հոգին դրել է մեր մեջ, որպես մենք կարողանանք իր հոգու միջոցով պահել այդ հաղորդակցության կապը։ Եդեմի պարդեզում ծննդոց գրքի մեջ չկար մեղքը, ու Աստծո եւ մարդու հարաբերությունը շատ իրական էր, շատ անմիջական էր, բայց քանի որ մարդը մեղք գործեց ու մենք ամեն մեկս արդեն իսկ մեղավորներ ենք ծնվում, մեղքի մեջ ենք ծնվում, դրա համար Աստված իր հոգին դրեց մեր մեջ, որպեսզի մեղքի բաժանման պատը ուղղակի քանդվի եւ մենք կարողանանք մոտենալ Տիրոջը, կարողանանք խավարի մեջ շարժվել դեպի լույսը, որը առանց Սուրբ Հոգու երբեք հնարավոր չէ։ Ու ես ուզում եմ խոսեմ երկու կարևոր սկզբունքների մասին։ Ու այս հայտնությունը, որը ունեցա ինքը հետարքիր ձևով, հետո երբ որ ես սկսեցի կապել իմ այդ վերաբրումս ունեցած հոգևոր, հետո Սուրբ գրքի այդ հրաշալի համարը, նաև ինչու՞ չէ մենք գրասենյակում, երբ որ հավաքվել էինք ծառայողներով, մենք սկսեցինք խոսել Սուրբ Հոգու մասին, ամեն մեկս մեր հայտնությունը բերեցինք, ու այդ արքիր մի հատ հաղորդակցություն ստացվեց, ու այս աստիճանական հայտնությունը Տերը դրեց սրտիս մեջ, որպես մենք իրականում կենտրոնանանք Աստծո հոգու վրա, ով Աստված է եւ բնակված է մեր մեջ։ Ու դուք վստահ եմ շատերը լսել եք շատ անգամ մեր աղոթների մեջ, մենք եկեղեցում շատ ենք այդ ուղղությամբ գնում, մենք խոսում ենք հենց Սուրբ Հոգու հետ։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի Աստծո ծառայի, ով իմ համար հոգևոր ուսուցիչ է եղել, առաջի անգամ 90-ական թվականների սկզբին, երբ որ ես իր հետ զրուցում էի, վստահ եմ այս մասին ասել եմ ձեզ, երբ որ իր հետ զրուցում էի, ինքը ինձ մի անգամ հարցրեց. ով է Սուրբ Հոգին քո համար։ Դե ես մտածեցի, ասացի, թե Սուրբ Հոգին Աստված է, քանի որ գրված է այդ մասին, եկել է իմ մեջ, գիտես ինքը իմ հայացքս ուղղեց ուրիշ ուղղությամբ։ Սուրբ Հոգին անձնավորություն է, ով քո մեջ է եւ ուզում է քո հետ հաղորդակցվել։ Իսկ հաղորդակցությունը սկսվում է խոսքից։ Գիտեք, երբ որ ես խոսում եմ հաղորդակցության մասին, Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մասին, ես նկատի չունեմ աղոթք, որը մենք բոլորս անում ենք։ Ես նկատի չունեմ աղոթք, որը շատ անգամ մենք բերում ենք Տիրոջ առաջ մեր կարիքները, մեր խնդիրները, մեր դժվարությունները, այլ նկատի ունեմ հաղորդակցություն, որը շատ ու շատ ավելի իրական է, որի մեջ դու խոսում ես Աստծո հետ, Աստծո Հոգու հետ, որի միջոցով դու հաղորդակցվում ես իր հետ։ Ուզում եմ առաջի կետը մենք միասին նայենք 2 Կորինթացիների թղթի 13-րդ գլխի 13-րդ խոսքը, Պողոս առաքյալը իր վերջի բարեմաղթանքի մեջ հետևյալն է ասում. «Եվ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեր բոլորի հետ լինի»։ Առաքյալը գիտեր, որքան կարևոր է Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը։ Գիտեք, Հայր Աստծո սերը ինքը այնքան սիրեց, որ իր միածին որդուն ուղարկեց։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հիսուսին մղեց դեպի խաչափայտը, դեպի խաչելություն, որ մեր մեղքերի թողության համար ինքը իր այրունը թափեց։ Բայց Սուրբ Հոգու հետ ունեցած հաղորդակցությունը շարունակական գործընթաց է, որը տեղի է ունենալու մեր եւ Սուրբ Հոգու միջև։ Ու այս ժամանակ է, որ մենք որպես եկեղեցին, որպես այգի կկարողանանք այն հոգու պտուղները կրել մեր մեջ ու այդ պտուղները ուղղորդել դեպի Տերը։ Գիտեք, պատճառներից մեկը որն էր, որ այդ չար մշակները պտուղներ չբերեցին, որովհետև այդ պտուղները կամ չկար, կամ իրանք վատնել էին։ Իրանք չունեին այդ պտուղները Տիրոջը տալու համար։ Բայց Աստծո կամքն է, որպես իր հոգու հետ հաղորդակցության միջոցով մեր ամեն մեկի կյանքի մեջ ու եկեղեցու մեջ մենք ունենանք պտուղներ, որը կբերենք Տիրոջ առաջ։ Ու Աստված այդ ամենը նախապես ծրագրավորած լինելով հանդերձ իր հոգին դրել է մեր մեջ, որպես մենք ունենանք իրական հաղորդակցություն իր հետ։ 2 Պետրոսի թղթի մեջ առաջի գլուխ 4 համարը ասում է.
որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրված։ Առաքյալը ինքը ասում է, որ Աստված մեզ ամենամեծ ու պատվական խոստումներն է տվել։ Գիտեք, որն է վստահությունը, որ մենք շատ անգամ խոսում ենք այն մասին, որ Աստված քո համար օրհնություն ունի։ Աստված մեր երկրի համար օրհնություն ունի։ Աստված քեզ շրջապատող մարդկանց համար օրհնություն ունի։ Ուղղակի խոսի իրենց հետ այդ մասին։ Այո, Աստված բժշկություն ունի հիվանդի համար։ Աստված կարող է բարձրացնել ընկածին ու կարիքավորին։ Աստծո խոսքը կարող է զորացնել ամեն տեսակի հարստահարողին, որովհետև Աստված ինքը կամք ունի։ Ու սա է մեզ վստահություն տվողը, քանի որ Աստծո խոսքը ասում է, որոնցով մենք ամենամեծ ու պատվական խոստումներն են մեզ տրված։ Բայց ինչու համար են այդ խոստումները տրված, որբեսի մենք ունենանք մի կարևոր արտոնություն, որբեսի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք։ Աստված խոստում է տվել մեզ, որբես մենք այդ խոստումների միջոցով հաղորդակցվենք իր հետ։ Որն է Աստծո խոստումը։ Հիսուսը ինքը հետևյալն է ասում. «Եկեք ինձ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, ու ես ձեզ կհանգստացնեմ»։ Սա իր մեջ ներառում է խոստումը, երբ որ գաս դու կունենաս հանգստություն, ու քանի որ դու լսում ես, քանի որ ես լսում եմ ու լսել եմ, մենք եկել ենք դեպի Տերը ու ընդունում ենք այն հանգստությունը, որը իր ներկայությունից է գալիս։ Ընդունում ենք այն օրհնությունը, որը իր ներկայությունից է գալիս։ Այսինքն խոստումը, որը Տերը տվել է, մեր կյանքի մեջ պտուղ է տալիս, ու մենք ունենք արտոնություն այդ խոստումների հիման վրա ուղղակի մոտենանք իրեն։ Գիտեք, շատ անգամ ես համարձակվում եմ հետևյալը ասեմ, որ երբ որ ես կանգնում եմ աղոթքի, ուրեմն ուղղակի մոտենում եմ իմ երկնային Հորը եւ ասում եմ՝ Հայր, ես եկել եմ քո ներկայության առաջ։ Ոչ թե ինքը մեկն է, ով Աստված է երկնքում եւ իմ եւ իրա միջև կա հեռավորություն, այլ ինքը մեկն է, ով ամենակարող Աստված է, բայց իր հոգին դրել է իմ մեջ, որը ինձ արտոնություն է տալիս կանգնելու երկնային Հոր առաջ։ Ու սա մեծագույն արտոնությունն է, որ երբևէ եկեղեցին քրիստոնյան վերստին ծնված ազնվորությունը ունի իրավունք եւ իշխանություն կանգնելու Տիրոջ առաջ։ Ու ես հիշում եմ տարիներ առաջ մի մաշկարիական պատկամ, որը իրականում նորից ու նորից ինձ շարժեց հետևյալի մեջ։ Մաշկարիական պատկամը հետևյալն էր. այն ազնվորությունը, ով ուներ այդ պարգևը ու մաշկարիական խոսք էր փոխանցում, Տերը իր միջոցով խոսեց եւ ասաց հետևյալը. ամեն անգամ, երբ որ կկանգնես աղոթքի, ոչ թե պտտվի իմ սրաների դռների մոտ, այլ համարձակությամբ բաց այդ դռները ներս մտնելու համար։ Գիտեք, սա փոխեց իմ մտածելակերպս։ Սիրելի եկեղեցի, քո իրավունքը միայն այն չէ, որ դու աղոթես նրան, քո իրավունքը իրական հաղորդակցության միջոցով Աստծո գահին մոտենալն է։ Իրական հաղորդակցության միջոցով ավելի Աստծուն ճանաչելն է, Աստծո հետ ունենալն է իրական մտերմիկ կապը, որի համար Տերը մեզ կանչել է։ Որովհետև ի սկզբանե մենք տեսնում ենք հետևյալը. Եդեմի պարտեզում Աստծո փապագը հաղորդակցություններ մարդու հետ։ Իրա պատկերի հետ ու ինքը իրա պատկերով էր ստեղծել մարդուն։ Աստված ուներ մի հատ փապագ ու ցանկություն ամեն երեկո գնալ եւ հաղորդակցվել իրա հետ, բացել իմ մեծությունը, իմ ճոխությունս։ Աստծո փապագը չի կորել։ Աստված նույն փապագը ունի այսօր իմ եւ քո հետ իրական հաղորդակցություն ունենալու։ Ու ինքը Աստծո խոսքը ասում է, որ Աստված մեզ կանչել է, տվել է խոստումներ, որպես մենք ինչ լինենք, աստվածային բնույթին հաղորդակից լինենք։ Գիտեք, այս բառերի մասին փորձեք մտածել, որքան հրաշալի ու զորավոր բառեր են։ Աստված ինձ եւ քեզ տվել է արտոնություն իր բնույթին, իր էությանը, իր մեծությանը, իր սքանչելիքին, իր ամենակարողության հետ ունենալ իրական հաղորդակցություն, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք հաղորդակցվում ենք Սուրբ Հոգու հետ։ Շատ անգամ մենք քաջալերում ենք ձեր ամեն մեկին հետևյալի մեջ։ Ոչ թե եղեք մարդիկ, ովքեր կաղոթեն, դարձեք մարդիկ, ովքեր կհաղորդակցվեն Տիրոջ հետ, ովքեր կկանգնեն երկնքի գահի առաջ եւ կասեն. Հայր, ես քո ներկայության մեջ եմ, Հայր, ես քո կարիքը ունեմ, Հայր, այս երկիրը քո կարիքը ունի,
Այս եկեղեցին քո կարիքը ունի։ Գիտեք, մենք կանչված ենք նման բարեխոսության համար։ Հովիվ Արամը բերեց Նեհեմիայի օրինակը, որը իրականում շատ հրաշալի էր, բայց եթե դու կարտակ Նեհեմիայի առաջի գլուխը, դու կտեսնեք Նեհեմիայի աղոթքը, որը զորավոր էր Տիրոջ առաջ։ Ինքը բարեխոսում էր Տիրոջը իր ազգի համար, իր ժողովրդի համար։ Մինչ ինքը կունենար արտոնություն, ինքը աղոթում էր իր ազգի ու իր ժողովրդի համար։ Գիտեք, շատ անգամ մի բան, որ ես հաճախակի ասում եմ, պատահական չէ, որ մենք հայ ենք ծնվել։ Աստված մեզ կարող էր կյանք տալ յուրաքանչյուր պետության մեջ, յուրաքանչյուր ազգության մեջ, սկսած են լավագույն երևացող ազգերից, վերջացրած են հնդկական կամ աֆրիկական վայրի ցեղերի մեջ։ Էդել կա, մենակ մի նայեք լավագույնը Եվրոպա, Ամերիկա, գուցե չգիտեմ, ուղղակի հնդիկ կամ աֆրիկական մի ցեղի ներկայացուցիչ լինենք, բայց Աստված մեզ կյանք է տվել հայ լինելու համար։ Ու գիտեք, հաճախակի ես ասում եմ, անգամ պատահական չէ, որ ես Գյումրիում եմ ծնվել։ Դա իր կոլորայտային հատուկ բանն ունի։ Ինչու համար ես չգիտեմ, մեկ-մեկ մտածում եմ, Տեր, եթե իմ ծառայությունս հետագայում լինում էր Երևանի մեջ կամ ընդհանուր Հայաստանի մեջ, ինչու համար Գյումրի, որովհետև Աստված ինչ որ բան է ուզում դնել իմ մեջ ու դրել է, որը հարիր է գյումրեցիներին, Աստծո առաջ պատահական ոչինչ չկա, մենք կյանք ունենք և Աստծո պատկերը ունենք մեր մեջ, հենց այս ազգի մեջ ծնված լինելով, մենք պատասխանատվություն ենք կրում, Նեհեմիան ինքը հասկացավ, որ ինքը ուղղակի գտնվելով թագավորի պալատում որպես մադրվակ, ինքը պատասխանատվություն է կրում իր ազգի համար ու մոտեցավ Աստծուն։ Գիտեք, իր մոտենալու մեջ վճռականություն կար, իր մոտենալու մեջ հաղորդակցություն կար, իր մոտենալու մեջ Տիրոջ երեսը փնտրել կար, աղոթք ու աղաղակ կար, Տեր ողորմիր այս ազգին, Տեր ողորմություն արա իմ ազգին, որի դռները իրականում կոտրված են, պարիսպները փլված են, թեև ունեն վերականգնման կարիք, տուր ինձ իշխանություն, որպեսզի կանգնեմ այս ազգի համար։ Ու գիտեք, իրականության մեջ Աստված նույն բանը ակնկալում է։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ, գիտեք, կարող եմ հրաբարակային խոստովանվել, որ շատ բան իմ կյանքի մեջ տեղի է ունեցել դեռ ոչ այն մագարտակի մեջ ինչ չափով, որ ես հասկացել եմ դա ինչ է նշանակում։ Ուղղակի բաներ են տեղի ունեցել, որոնք հետո եմ հասկացել։ Ու ես հաճախակի բերել եմ այս օրինակը, գուցեև լսել եք, կար ժամանակ ես աղոթում էի իմ համար, Տեր օրհնիր ինձ։ Հետո եկավ ժամանակ, սկսեցի աղոթել ընտանիքիս համար, արդեն ամուսնացել էի, երեխեք ունեի, նաև աղոթեցի ընտանիքիս համար։ Հետո երբ որ ծառայության մեջ մտա Տերը վստահեց ծառայություն, սկսեցի աղոթել եկեղեցու համար։ Հետո մի օր հասկացա, որ Գյումրի քաղաքը Աստծո կարիքը ունի։ Ես դուրս էի գալիս հրաբարակի մեջ պտտվելով, փողոցներով քայլելով ու աղոթելով Գյումրի քաղաքի համար։ Աստված հատուկ բեռեր դրել իմ մեջ, ու ես ոչ թե աղոթում էի, այլ կանգնում էի գայի առաջ եւ ասում էի՝ Տեր, քո ողորմությունը թող լինի։ Տեր, քո օրհնությունը թող լինես հարստարված քաղաքի համար։ Տեր, քո շնորհքը թող գա այս ժողովրդի համար։ Ու փառք Աստծո, այսօր մենք կարող ենք վկայել, որ շատ ու շատ առիթներով Աստված այդ քաղաքին ողորմություն է արել։ Գիտեք, ու այդ աշկեր մի բան տեղի ունեցավ։ Այն ժամանակ, երբ դեռ Գյումրիում էի ծառայում, սկսեցի աղոթել ամբողջ Հայաստանի համար։ Հետո աղոթքս փոխվեց, սկսեցի աղոթել ամբողջ հայ ժողովրդի համար։ Գիտեք, ես հասկանում էի մի բան, որ Աստված ուզում է, որպեսզի ես ոչ միայն ապրեմ ինքս իմ համար կամ Գյումրիի սահմանների մեջ, այլ մի ամբողջ ազգ բերեմ իր ներկայության առաջ։ Ես մեկ-մեկ հումորով ասում եմ, երբ որ ես կանգնում էի աղոթքի ու սկսում էի աղոթել իմ ազգի համար, ասում եմ Աստված երկնքից նայում էր ու ասում էր, այս խենթը նորից մի ամբողջ ազգ վերցրել իր ուսին ու եկել է ու ասում է Տեր այս ազգին ողորմություն արա ու արթնություն բեր։ Բայց գիտեք, հասկացա դա էր Աստծո կամքը։ Ուղղակի Սուրբ Հոգին ներգործում էր ու որն էր պատճառը իր ներգործությամբ։ Ես հավատում եմ մի բանի, որ երբ որ ես կանգնում էի նրա գահի առաջ, ես ունենում էի ներգործություն համապատասխան իր կամքի։ Ոչ թե ինչ ես մտածում էի, այլ ինչ ինքը ուզում էր։ Ու հաղորդակցությունը Սուրբ Հոգու հետ իրականում սա է բերում մեր կյանքերի մեջ։
Մենք կարող ենք աղոթել շատ ձևերով, շատ կերպերով, սովորել տարբեր կողմերից, տարբեր բառեր օգտագործել, բայց ամենաիրական աղոթքը այն աղոթքն է, որ դու նրա քայի առաջ ես, որ դու հաղորդակցում ես իր հետ, ու իր ներկայության մեջ Աստված ինքը իր հոգով ներգործում է քո մեջ աղոթել այնպես, օգտագործել այն բառերը, որը ինքն է դնում քո շուրթերի վրա։ Գիտեք, այս ամենը շատ ավելի ուշ եմ հասկացել, բայց այս ամենը իրականում շատ ու շատ կարևոր է։ Աղոթել ոչ թե մեր մտքից սնված բառերով, այլ աղոթել Սուրբ Հոգու հետ, իրական հաղորդակցությունից ծնված աղոթքն ու աղաչանքը նրա առաջ բերելով։ Գիտեք, հետաքրքիր մի բան, որ տեղի է ունենում, երբ որ մենք կանգնում ենք Աստծո քայի առաջ ու իրական հաղորդակցության մեջ ենք, Սուրբ Հոգին ներգործում է մեր մեջ աղոթելու այն աղոթքը, խոսելու Աստծո հետ այն խոսքերը, որ Աստված ուզում է լսել, որովհետև Աստված մեր ամեն մեկին երկրի վրա դրել է տեսպաններ, որբեսի մենք այս երկրի կարիքներն ու ցավերը բերենք իր առաջ եւ ինքը արծագի իր զորությունը, իր օրհնությունը բերելու համար այս երկրին բժշկություն, բերելու համար մեր ազգի մեջ բժշկություն։ Ու դուք գիտեք, արդեն տարիներ շարունակ մենք աղոթում ենք հոգևոր զարթոնքի համար, մենք աղոթում ենք այն զարթոնքի համար, որ մեր ամբողջ ազգը կլուսավորի, կբարձրացնի եւ կկանգնեցնի Աստվածային ճիշտ դիրքի մեջ։ Գիտեք, այս աղոթքը մեր մտքից չէ, որ մենք վերցրել ենք։ Այս աղոթքը Աստծո քայից եկած աղոթք է, որ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության ժամանակ ծնվել է մեր մեջ, ու մենք նպատակ դարձրած անդադար ձևով աղոթում ենք Տեր, բեր արթնություն այս ազգի մեջ, Տեր, բեր փոփոխություն այս ազգի մեջ։ Հովանու ավետարանի մեջ Հիսուսը ինքը կարծես հաստատում է հետևյալ խոսքը, որ Աստծո Հոգին ինքը մեր մեջ է, որբեսի անի այն գործը, որը երկնքից է։ Այսինքն Աստված ինքն իր հոգին, Սուրբ Հոգին, որը անձնավորություն է, որը Աստված է, դրել է մեր կյանքի մեջ, որբեսի ինքը ներգործի մեր մեջ Աստծո կատարյալ կամքը, եւ մենք որպես իր ծառաներ, իր որդիներ, այդ կամքը իրագործենք երկրի վրա։ Ու Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ 17-ից 20-րդ համարները հետևյալն է ասում. Ճշմարտության հոգին, Հիսուսը Սուրբ Հոգու համար ասում է, որ նա ճշմարտության հոգին է, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան։ Մենք տեսնում ենք Հիսուսը ինքը հստակ գիծ է գծում։ Աշխարհը չի կարող ընդունել ճշմարտության հոգուն, որովհետև չի ճանաչում նրան։ Բայց մենք ունենք արտոնություն ընդունելու եւ ճանաչելու։ Ինչու համար, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ, որ չեմ թողնի, կգամ ձեզ։ Աստված ինքը արտոնություն է արձակում մեր կյանքի մեջ, մենք ունենք հնարավորություն ճանաչելու Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին, ով Աստված է, ով բնակված է մեր մեջ, ով անձնավորություն է, մենք ունենք հնարավորություն, քանի որ Հիսուսը ինքը խոստանում է ճանաչել, թե ով է Սուրբ Հոգին, ով է Աստված ինքը մեր կյանքերի մեջ, բայց ճանաչելու համար կարևոր է հաղորդակցությունը։ Գիտեք, մի բան, որ ուզում եմ, ձեր հավատքի խարիսխը շատ ամուր լինի, ձեր հավատքի խարիսխը թող լինի Աստծո խոսքի վրա։ Աստված այսպես է ասել, դա անսասան է։ Հիսուսը ասել է ձեզ, որ չեմ թողնի, կգամ ձեզ, ու ինքը խոսում է իր հոգու մասին, ով ճշմարտության հոգի է։ Ուզում ես քո կյանքի մեջ քիչ սխալվես կամ ընդհանրապես չսխալվես, ապրի Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ, ապրի ճանաչելով, թե ով է Սուրբ Հոգին, որովհետև երբ որ դու ունենում ես իրական հաղորդակցություն Սուրբ Հոգու հետ, դա դռներ է բացում ճշմարտության իմացության համար, ճշմարտությունը հասկանալու համար։ Գիտեք, երկրի վրա շատ անգամ ես սկսում եմ ուշադրություն դարձնել, բոլոր ազգերը, բոլոր մարդիկ փնտրում են ճշմարտությունը, բայց գնալով աշխարհի վիճակը ավելի վատտարանում է։ Բոլոր մարդիկ հանուն ճշմարտության, հանուն արտարության գործում են, բայց մահատարաժամերը ավելի շատանում է, որովհետև այդ ճշմարտությունն ու արտարությունը գալիս է ոչ թե Սուրբ Հոգուց, այլ մարդկային հասկացողության ու տրամաբանության ճշմարտությունն ու արտարությունն է, որը համապատասխան չէ Աստծո կամքին։ Բայց Սուրբ Հոգուց եկած ճշմարտությունն ու արտարությունը մեզ ուղղորդում է անաճառ ու աստվածային դիրքի մեջ,
որի ժամանակ դու ուղղակի կանգնում ես ավելի վստահելու Տիրոջը, որի ժամանակ դու քո հավատքի մեջ վստահ ես ու համարձակ ես ու դու կարող ես ուղղակի հավանել Աստված խոստացել է եւ Աստված ի կադար կածի։ Եվ սա ամենամեծ փարոսն է, ամենամեծ աշտարակն է, որի լույսին մենք կարող ենք նայել, ունենք արտոնություն նայելու եւ առաջ շարժվելու։ Գիտեք, շատ անգամ մարդիկ հարցնում են, ինչ գիտես, որ այս երկիրը արթնություն է տեսնելու։ Աստված խոստացել է։ Աստծո խոսքը ասում է, վերջի անձրևների ժամանակ անձրևներ խնդրեցեք։ Հիսուսը ասում է, խնդրեցեք ու կտրվի ձեզ։ Այսինքն մենք տեսնում ենք արթնության շատ վկայություններ ու խոստումներ։ Հիսուսը ասել է, ես էլ որպես Աստծո որդի հավատում եմ այդ խոսքին։ Այս երկիրը լինելու է օրհնված, ունենալու է բարձրություն, ունենալու է հաղթանակ, որովհետև Աստված խոստացել է։ Գիտեք, մի զորավոր խոսք, որ ամենասկզբից ինձ շարժել է Եզեկիել մարգարոյության մեջ 22-23-րդ խոսքը ասում է. խրամատ շինեք ու կանգնեք իմ առաջս ու ես ողորմություն կանեմ։ Խրամատ շինեք ու կանգնեք իմ առաջս, խրամատը քո աղոթքի վայրն է, որի մեջ դու կանգնելով Տիրոջ առաջ ունենում ես իրական մտերմություն ու հաղորդակցություն։ Մեր եւ Աստծո միջև իրական մտերմությունը Սուրբ Հոգին է, որ կարող է ստեղծել։ Ես սկզբից խոսեցի այն մասին, ակնարկեցի այն մասին, որ մեղքի պատճառով մենք արտոնություն չունենք մոտենալու Աստծուն, բայց Աստված իր Հոգին դրել է մեր մեջ եւ սա իրավունք է մոտենալու նրան։ Իրավունք է կանգնելու Հայր Աստծո գահի առաջ եւ ասելու Աստված իմ, ես քո կարիքը ունեմ։ Ու 5 դագարանի մեջ նորից Ծննդոց գրքի մեջ մենք կարդում ենք մեկի մասին, ում անունը Ենովք էր։ Քանիստ եք լսել Ենովքի պատմությունը։ Գիտեք, իր համար շատ կարճ պատմություն կա, բայց մի կարևոր հատուկ շեշտադրություն կա։ Եվ Ենովկը Աստծո հետ քայլեց։ Գիտեք, սա ինչ զորավոր խոսք է։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ, երբ որ կարդում եմ այս արդահայտությունը, այս նախադասությունը, Ենովկը Աստծո հետ քայլեց։ Ես հասկացա մի բան, Աստված ինձ եւ քեզ նույնպես կանչել է իր հետ քայլելու համար։ Աստված ինձ եւ քեզ նույնպես կանչել է իր ներկայության մեջ ապրելու համար։ Հետո մենք տեսնում ենք պատմությունը, այնքան իրական էր իրանց հաղորդակցությունը, որ ասում է ու Ենովկը ուղղակի հափշտակվավ, վերցվավ ու ոչ միտեղ չգտնվեց, որովհետև այնքան հաճելի էր Տիրոջ առաջ, որ Աստված իրան ֆիզիկապես երկրի վրայից վերցրեց։ Գուցե կասկածամիտները ասեն, չգիտես ինչ էր եղել, ուղղակի նման կերպ են գրել, ուզում եմ քեզ ասեմ, Աստծո խոսքը կատարյալ ճշմարտություն է եւ Մովսեսով գրի է առել, շարժվել է հենց Սուրբ Հոգուց, որը փաստարկված ու հիմնավոր է։ Այնքան իրական էր Ենովկի ու Աստծո հաղորդակցությունը, որ Ենովկը ուղղակի ֆիզիկապես հափշտակվավ։ Ուզում եմ քեզ քաջալերեմ, չմտածես, քո հետ այդ բանը տեղի չի ունենա, բայց Աստծո հետ քայլելը կարող է տեղի ունենալ։ Ուղղակի քայլիր նրա հետ։ Ունեցի մի հատ կարևոր որոշում քայլել նրա հետ։ Եվ երկրորդ կետը, որին ուզում եմ շատ կարճ անդրադառնամ, Աստված ճանաչումն է։ Երբ որ մենք հաղորդակցվում ենք Սուրբ Հոգու հետ, մեր անձերը լուսավորվում է Աստծուն ճանաչելու համար։ Ինչու համար է կարևոր Աստծուն ճանաչելը։ Եթե դու ճանաչում ես Աստծուն որպես ամենակարող Աստված, դու կվստահես իրեն։ Եթե դու լսել ես Աստծո մասին, որ ինքը ամենակարող է, դու գուցե երկմտես եւ կասկածես, բայց երբ որ դու իր հետ հաղորդակցության միջոցով ճանաչում ես, որ Աստված ամենակարող Աստված է, քո հավատքը խարսխված է Տիրոջ խոսքի վրա, ու դու երբեք չես երկմտի։ Սա է ճանաչողության եւ իմանալու տարբերությունը։ Երբ որ դու ճանաչում ես մեկին, վստահ ես ինչպիսի մեկն է ինքը։ Անկամ եթե քեզ ասեն, գիտես ինքը գողություն է արել, դու չես հավատա, որովհետև իրան ճանաչում ես։ Գիտես ինքը անշնորհ բառեր է օգտագործել, դու չես հավատա, որովհետև իրան ճանաչում ես։ Այո, գուցե սխալ ես ճանաչել կամ քիչ ես ճանաչել, արել է այդ սխալը, բայց ում որ ճանաչում ես, դու իր համար երաշխավոր ես նաև։ Երբ որ մենք ճանաչում ենք Աստծուն ու տեսնում ենք իր մեծությունն ու ամենակարողությունը, մեր մեջ հավատք ու վստահություն է բարձրանում, որ Աստված մեր Աստվածն է եւ երբեք մեզ չի թողնի։ Ու գիտեք ինչու համար է կարևոր ճանաչողությունը։ Հովանո Ավետարան 17-րդ գլուխ 3-րդ համարը հետեւյալն է ասում. Հիսուսի խոսքերն են, որ ինքը իր վերջի աղոթքի
Հովանո ավետարան 17-րդ գլուխը հաճախագի կաշտացեք։ Հիսուսի հիանալի ու վերջի աղոթքն էր, որը լցված է խոստումներով, որ ինքը երկրի վրա աղոթում էր հորը։ Երրորդ համարն եմ ուզում միայն կաշտամ։ Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու եւ նրան, որին դու ուղարկել ես, Հիսուս Քրիստոսին։ Հիսուս է աղոթքի մեջ, ինքը խոսում է Աստծո հետ, խոսում է Աստծո հետ առաքյալների մոտ, աղոթում է Աստծուն առաքյալների մոտ, եւ սա է հավիտենական կյանքը։ Գիտեք, շատ հաճախ ինձ երբ որ ասում են որն է հավիտենական կյանքը ամփոփված է Աստված ճանաչողության մեջ։ Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միմիայն ճշմարիտ Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկել ես։ Ու Հիսուսը նորից ու նորից հատուկ շեշտ է տնում, որքան կարևոր է Աստծուն ճանաչելը։ Գիտեք, կար ժամանակ Հիսուսը խոսում էր հավատքի մասին, բայց դա մի մագարտակ էր, որից մենք ամեն մեկը սարժելու եւ առաջ գնալու կարիք ունենք։ Հաջորդ մագարտակը ճանաչողության մագարտակն է։ Աստված ճանաչողության մագարտակն է, որը նորից ու նորից ուզում եմ ասեմ, տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք հաղորդակցվում ենք Սուրբ Հոգու հետ, որովհետև առանց զրույցի մենք երբեք իրար չենք ճանաչի, առանց իրական հաղորդակցության մենք երբեք իրար չենք ճանաչի։ Ու շատ անգամ մենք որպես եկեղեցական ընտանիք, երբ որ մեկտեղ ենք, երբ որ հաղորդակցվում ենք իրար հետ, երբ որ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում հաղորդակցության պահեր ունենալու, միասին հաց կտրելու, սուրճ խմելու, հաղորդակցվելու, որն է պատճառը, որպեսզի ավելի ճանաչենք միմյանց։ Նույն ձևի տեղի է ունենում մեր եւ Աստծո միջև, երբ որ մենք հաճախակի հաղորդակցվում ենք իր հետ։ Կանգնում ենք իր ներկայության առաջ, ուղղակի կանչում ենք իրեն։ Գիտեք, մի բան, որը ուզում եմ ձեր աղոթքի մեջ տնեք, շատ անգամ երբ որ աղոթում եք, ձեր հայացքը թող լինի ոչ միայն երկնքում, այլ ձեր մեջ եղած Սուրբ Հոգուն։ Ձեր մեջ եղած Սուրբ Հոգուն, որի հետ ուղղակի զրուցեք որպես մտերիմ մեկը, որպես ընկեր մեկը, Սուրբ Հոգի, ես քո կարիքը ունեմ։ Գիտեք, հաճախակի այս նախադասությունը դուրս է գալիս իմ շուրթերից։ Սուրբ Հոգի, ես քո կարիքը ունեմ։ Հիսուսը ասում է, երբ որ աջյանի առաջ եք, հոգ մի կարեք, թե ինչ եք խոսելու, Սուրբ Հոգին ձեր փոխարեն կխոսի։ Այսինքն մենք տեսնում ենք Սուրբ Հոգին մեր մեջ է խոսելու այն ժամանակ, երբ որ աջյանի առաջ ենք, բայց ինքը կարող է նաև խոսել այն ժամանակ, երբ որ մենք իրան ենք դիմում։ Այսինքն ինքը եկել է մեր մեջ մեզ սովորեցնելու, մեր հետ խոսելու, մեզ առաջնորդելու համար։ Ինքը ճշմարտության Հոգին է, եթե ուզում ես իրան ճանաչել, ուղղակի խոսի իր հետ։ Սուրբ Հոգի, ես քո կարիքը ունեմ։ Առաջնորդիր ինձ, սովորեցրու ինձ, տար ինձ քո ներկայության սրաների մեջ։ Հաճախակի իմ աղոթքն է Սուրբ Հոգի, ես ուզում եմ ճանաչել Հայր Աստծուն։ Ես ուզում եմ ավելի մոտենալ իրեն։ Երեք երիտասարդների հետ հանդիպում ունեի, ու մի պատկան, որը Տերը դրել էր սրտիս մեջ, ու մոտ 1 ամիս առաջ այդ հայտնությունը ունեցա, ակնարկել եմ ձեզ էլ։ Գիտեք, մենք ամեն մեկս ունենք գերբնագանի սահմանը անցնելու կարիք։ Շատ անգամ տրամաբանական մաշտիկ իրանք բախում են ունենում։ Ինչ ձևի անցնեմ գերբնագանի սահմանը։ Գիտեք, անգամ եթե մենք վերցնենք գլոբալ մեծ աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ, եթե գերբնագանի սահմանը անցնել չկա, հաջողություն չկա։ Ուզում ես բիզնեսի մեջ վերցրա, ուզում ես քաղաքականության մեջ վերցրա, հոգևոր կյանքի մեջ վերցրա։ Միշտ են տրամաբանական սահմանները, որոնք միշտ կան մաշտու կյանքի մեջ, որը մենք ժառանգել ենք, որը միշտ կտնեն մեր կյանքի ճանապարհի մեջ, ինքը մեզ միշտ կպահի։ Բայց ամեն մեկս երբ որ գրանցել ենք հաջողություն, արել ենք մի հատ համարձակ քայլ, անցել ենք գերբնագանի սահմանը, մտել ենք մի հատ իրավիճակի մեջ, որտեղ հաղթանագործություն ենք տեսել։ Ամեն համաձայն եք իմ հետ։ Գիտեք, հոգևորի կյանքի մեջ սա իրականում շատ ու շատ է։ Ու ես խոսում եմ երիտասարդների հետ գերբնագանի սահմանը անցնելու մասին, ինչու համար է կարևոր։ Միմիայն Սուրբ Հոգին է, որ մեզ կարող է գերբնագանի սահմանը անցկացնել։ Միմիայն Սուրբ Հոգին է, ու մենք ունենք կարիք ավելի իրան ճանաչելու հաղորդակցության միջոցով, որպես մենք կարողանանք այդ գերբնագանի սահմանը անցնել։ Գիտեք, եթե ես վերցնեմ մի օրինակ ասեմ ձեզ, մենք ամեն մեկս քրիստոնեության հանդեպ ունենք տարբեր պատկերացումներ։ Երբ որ առաջի անգամ դու եկել ես եկեղեցի, քո պատկերացումը ուրիշ է եղել, որովհետև մտածել ես քարաշեն է եկեղեցին, դեռ էս գործն են անելու, այն գործն են անելու,
որովհետև դու տպավորված ես եղել, լսել ես, քո պատկերացումը ուրիշ է եղել, ու երբ որ եկել ես ու տեսել ես մեկ ուրիշ բան, ինչ որ ձևով գուցե զարմացել ես։ Մենք ամեն մեկը սահմանների մեջ ենք, մենք ամեն մեկս մեր թավայի մեջ ենք, որից դուրս գալու կարիք ունենք։ Ու անգամ մենք ամեն մեկս ունենք մեր աղոթքի կարծրատիպերը, որոնցից ազատվելու կարիքը ունենք։ Մենք շատ անգամ գիտենք աղոթքի բառեր ու կներեք ուզում եմ մի օրինակ նույնպես պատմեմ, որը շատ տարիներ առաջ Սուրբ Հոգին խոսել է իմ հետ, ես հիշում եմ մոտ երևի 15-20 տարի առաջ էր կագնա աղոթքի մեջ։ Երեկոյան տանեցիները արդեն գնացել էին քնելու, ես կագնա աղոթքի, աղոթում եմ, աղոթքիս մեջ չորություն կա։ Ասում եմ Սուրբ Հոգի, ես չեմ ուզում չորությամբ աղոթեմ։ Ես ուզում եմ զգամ քեզ, ուզում եմ վայելել քեզ, ուզում եմ իրական հաղորդակցություն տեղի ունենա։ Բայց իմ աղոթքիս բառերը սովորական, դասական, ավանդական աղոթքի ձևերն էր, ու Սուրբ Հոգին սկսեց խոսել իմ հետ։ Դուրս արի քո աղոթքի ձևից։ Ես սկսեցի մտածել ինչ է նշանակում աղոթքի ձև։ Մենք ունենք աղոթքի կարծրատիպեր։ Տեր փառք եմ տալիս քեզ, շնորհակալ եմ այսօրվա համար, օրհնիր այսօրը, թող այսօրվա օրը լինի օրհնված։ Հրաշալի է, մենք աղոթելու ենք օրհնված օրվա համար, բայց սա աղոթքի կարծրատիպ է, երբ որ ամեն ժամանակ նույնն է։ Մեկ ուրիշը իր աղոթքի բառերը սկսում է հայրմերով, մեկ ուրիշը սկսում է հանուն Հոր, Որդու, Սուրբ Հոգով։ Գիտեք, այս ամենը նորմալ է, բայց ինքը եթե թանձրանում է քո մեջ, անընդհատ նույնը կարծրատիպ է դառնում։ Ու Սուրբ Հոգին սկսեց խոսել իմ հետ, ներգործել իմ մեջ։ Ես սկսեցի հասկանալ, որքան աղոթքի կարծրատիպեր ունեմ։ Ու այդ աղոթքի կարծրատիպերը, որ ես գիտեմ ինչպես եմ աղոթելու, նույն ձևով կանգնում եմ աղոթելու երկինքը լուռ է։ Ես հիշում եմ, երբ որ այդ օրվա մեջ այդ ամեն կարծրատիպերը ուղղակի կողքի դրեցի ու ասացի, Հիսուս, ես ուզում եմ աղոթեմ այնպես, ինչպես դու կառաջնորդես, ու սկսեցի ինքնաբուխ աղոթել, հոգով աղոթել, աղաղել Տիրոջը։ Գիտեք, մոտավորապես 40 րոպե, 1 ժամ ես աղոթքի մեջ էի ու հիշում եմ ավելի շատ սթափություն եկավ վրես այն ժամանակ, որ ես երեսնի վայր պարգած երկրպագում էի երկնքի կենտանի Աստծուն։ Այնքան ուրախ էի, այնքան լցված էի հոգով, այնքան մեծ խաղաղություն ու օրհնություն կար իմ կյանքի մեջ, որովհետև սահմանն այն կողմն էի անցել, որովհետև հասկացել էի անընդհատ նույն ոճը, անընդհատ նույն բառերը, անընդհատ նույն ձևերը, անընդհատ նույն մոտեցումը, անընդհատ նույն կերպ աղոթելը կարծրատիպ է, որ ինձ խանգարում է Տիրոջը մոտենալու համար։ Բայց երբ որ մենք ապրում ենք Սուրբ Հոգու հետ, գիտեք մի խոսք կա, որը ես շատ եմ սիրում, Աստված երբեք չի կրկնվում, Աստված ամեն օր նորը ունի, Աստված ամեն օր նոր հայտնություն ունի, Աստված ամեն օր նոր պատկամ ունի։ Այո, մեր կյանքի մեջ շատ անգամ կան բաներ, որոնք կրկնվում են, բայց Աստված ամեն օր նորը ունի իմ եւ քո համար։ Իսկ ինչու համար ամեն անգամ իր ներկայության մեջ կանգնելով ուղղակի այդ նորը չվերցնեմ։ Գիտեք, այն խոսքը Մարգոս Ավետարան 12-րդ գլուխ, որը կարտածի ձեր համար, որի մասին երկար խորել եմ, հարյուրավոր անգամներ կարտածել եմ։ Գուցե հազարավոր անգամ եմ կարտածել, գուցե անգամ քարոզ եմ տվել այդ խոսքերի հիման վրա, բայց Աստված ամեն անգամ նորը ուներ, ու այս անգամ, երբ որ ես կարտածի, մի բան հասկացա, որ աղոթելու եմ Տիրոջը ասելով. «Արի քո այգի եւ վայելի պտուղները, արի քո այգի եւ ընդունիր այդ պտուղները»։ Այո, Հայր, ես ուզում եմ ոչ թե քո ծառաները, ոչ թե քո տեսպանները մտնեն այս այգի, այլ դու անձամբ մտնես այս այգի օրվա զով ժամին եւ ունենաս իրական հանդիպում իմ հետ, ունենաս իրական հանդիպում քո եկեղեցու հետ։ Այո, արի Աստված իմ, արի այն այգի, որի սեփականատերը դու ես։ Գիտեք, իմ աղոթքը փոխվեց։ Ես այլևս ուրիշ կերպ էի աղոթում, իմ աղոթքը փոխվեց, ես Տիրոջը կանչում էի ոչ թե այն ամենի վրա, ինչ իմն էր, այլ այն ամենը, ինչ իրենն էր։ Ես Տիրոջը կանչում էի, ընդունելու եմ պտուղները, որը իր հոգուց է ձևավորվել թե իմ եւ թե քո կյանքի մեջ։ Սա աղոթքի փոփոխություն է, բայց այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ դու համարձակությամբ կանգնում ես նրա առաջ եւ ասում ես. «Սուրբ Հոգի, ես ուզում եմ առաջնորդես ինձ իմ աղոթքի մեջ,
Այո, դու դիր իմ աղոթքի բառեր իմ շուրթերի վրա։ Դու ներգործիր իմ մտքի եւ իմ սրտի մեջ, որպես իմ շուրթերից դուրս կանեն բառերը, նախադասությունները, որը դու ես ուզում։ Գիտեք ինչ է իրական հոգու աղոթքը, դու ընդունում ես Աստծուց ու տալիս ես իրեն։ Աստված օրհնում է այն աղոթքը, որը իրանից է, դու վերցնում ես իրանից ու տալիս ես իրեն։ Դու ամեն անգամ իր առաջ բերում ես այն, ինչը որ ինքը ներգործում է քո կյանքի մեջ, որովհետեւ ինքը պատրաստ է պատասխանելու այն աղոթքին, որը իր կադայրալ կամքի համաձայն է։ Ոչ թե մեր մտքի աղոթքին, ոչ թե մեր միայն ցանկություններին, այլ այն աղոթքին, որը իր կադայրալ կամքի մեջ է։ Ու երբ որ ասում ես սիրելի հայր, արի քո այգին, Սուրբ Գրքի մեջ մենք տեսնում ենք դա իր կամքը։ Ոչ թե քո որդուն միայն ուղարկի։ Այո, ուղարկի քո որդուն, մենք կդիմավորենք իրեն։ Մենք գործ չունենք այն չար մշակների հետ, որը շարունակության մեջ տեղի ունեցավ։ Այո, ուղարկի քո որդուն եւ մենք կդիմավորենք իրեն։ Ուղարկի քո զավակներին, մենք կընդունենք իրենց։ Մենք կդանք այն պտուղները, որի համար աշխատել ենք, որը քո հոգին դրել է մեր կյանքի մեջ։ Բայց հայր, մենք քեզ ենք ուզում։ Մենք քեզ ենք ուզում։ Ու մեկ ուրիշ առակի մեջ, որ խոսում էր Հիսուսը, նորից ինքը իհարկե դրական ավարտ չունի, բայց ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնենք։ Ասում է Տերը մտավ այգի ու տեսավ մի ծառ, որը երկար ժամանակ է պտուղ չի բերում։ Ու ասաց, այս ծառը հանեք ու փոխարենը ուրիշը տնկեք։ Գիտես, այս առակի միջից, որի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, հայրը մտնում է իր այգի։ Աստված գալիս է իր այգու մեջ, ու սա ամենակարևորն է։ Եվ սիրելի եկեղեցի, ուզում եմ այդ շարունակեմ, վերջացնեմ պատկամը, բայց ուզում եմ կանգնենք ոտքի աղոթքի համար, ուղղակի ասելու, հավիտենական Աստված, արի քո այգին։ Ես քո հետ իրական հաղորդակցություն եմ ուզում։ Քեզ իրապես ճանաչել եմ ուզում։ Քո հետ իրական մտերմություն եմ ուզում։ Ու եթե դու պատրաստ ես անկեղծորեն քո սիրտը բացել նրա առաջ, ես վստահ եմ մի բանի մեջ, իմ եւ քո կյանքը ել ավելի պտղատու կդառնա։ Սիրելի հայ, շնորհակալ ենք քեզ։ Մենք օրհնում ենք քո հավիտենական անունը, Տեր։ Մենք բարձրացնում ենք քո հավիտենական անունը։ Ահա քո այգին, սիրելի Հիսուս։ Ահա քո ժողովուրդը, սիրելի Հիսուս։ Ահա մեր կյանքերը, սիրելի Սուրբ Հոգի, որը քո փառավոր ներկայության առաջ է։ Եվ խնդրում եմ, որպես դու քո ներկայությամբ եւ զորությամբ շարժվես քո այգու մեջ։ Արի քո այգի եւ քաղիր այն պտուղները, որոնք քեզ են պատկանում։ Արի քո այգի եւ ինչպես այն ժամանակ օրվա զով ժամին գալիս է իր հաղորդակցության համար, այնպես սիրելի Աստված, այսօր մենք ուզում ենք այդ հաղորդակցությունը։ Սիրելի Սուրբ Հոգի, մենք ուզում ենք այդ հաղորդակցությունը։ Եթե դու ուզում ես այդ հաղորդակցությունը, ուզում եմ որպես քո ձեռքերը վեր բարձրացնես եւ ասես Հիսուս, ես ուզում եմ այդ հաղորդակցությունը։ Ես ուզում եմ քո հետ մտերմիկ հարաբերություն, ոչ թե ուղղակի աղոթք, այլ հաղորդակցություն, ոչ թե բառեր, այլ քո հոգուց բխած բառեր, որը դրվում են իմ սրտի եւ իմ շուրթերի մեջ։ Շնորհակալ եմ հավիտենական Արքա։ Մենք օրհնում եւ բարձրացնում ենք քեզ։ Եվ խնդրում եմ սիրելի Հիսուս, որպես դու քո եկեղեցուն առաջնորդես այդ իրական հաղորդակցության մեջ, որպես այստեղ գտնվող ամեն մեկի կյանքի մեջ իրականում շարժվես, ամեն մեկիս միտքը, սիրտը լուսավորելու եւ այն կարևոր պատգամը մեր մեջ դնելու համար, որ քո փապակն է հաղորդակցվել մեր հետ, որ քո փապակն է հաղորդակցվել քո զավակների հետ, ոչ թե լսել իրենց աղոթքները, ոչ թե լսել միայն իրենց խնդրվածքները, ոչ թե լսել իրենց ցանկություններից եկած աղաղակը, այլ ունենալ իրական հաղորդակցություն, իրական հաղորդակցություն։ Մենք քեզ ասում ենք այո եւ ամեն։ Այո, սիրելի Սուրբ Հոգի, դու ես քո այգու Տերը, եւ մենք քեզ ասում ենք այո եւ ամեն։
Դու ես մեր մարմին տաճարների Տերը, եւ մենք քեզ ասում ենք այո եւ ամեն։ Արի քո այգի, մտիր քո այգի եւ վայելիր պտուղները, մտիր քո այգի եւ կարգի բեր, ամեն անաստվածայինը հեռացնելով։ Այո, մենք ունենք կարիք, որպես նա գա մեր կյանքերի մեջ հեռացնելու ամեն անաստվածայինը եւ սրբագործելու մեզ Հիսուսի այրան միջոցով։ Այո, Սուրբ Հոգի, մտիր մեր մարմին տաճարների մեջ, մտիր քո այգի եւ սրբագործիր մեզ։ Մենք քեզ ասում ենք այո եւ ամեն։ Խնդրում եմ շարունակիր աղոթել, բայց ուզում եմ 1-2 բառ ասեմ քո աղոթքի մեջ։ Գիտեք, իրականում, երբ որ մենք կանչում ենք նրան, սա շատ պատասխանատու պահ է, որովհետև նա գալիս է սրբագործելու համար։ Երբ որ նա եկավ, նա չի հանդուրժի մեղքը, չի հանդուրժի սխալը, չի հանդուրժի սխալ շարժառիթները, բայց որպես Աստծո զավակ խնդրում եմ ամեն մեկիդ, կանչիր նրան, միաժամանակ իրավունք տալով, որպեսի մաքրի քո շարժառիթները, որպեսի հեռացնի մարդկայինն ու աստվածայինը, որպեսի իրականում մենք ունենանք իրական այն կյանքը, որ ներկայացնենք մեր Տիրոջը այս երկրի վրա, որ լինենք նրա դեսպաններ այս երկրի վրա, լինենք նրա դեսպաններ այս երկրի բարեկեցության եւ օրհնության համար։ Այո, Աստծո շատ ծառաներ եղել են նրա դեսպանները իրենց երկրների մեջ, իրենց երկրների ապակայի համար։ Եվ սիրելի Աստծո զավակ, ուզում եմ քեզ ասեմ, որ քո երկրի ապական նաեւ քեզանից է կախված։ Քո երկրի ապական կախված է քո Աստված ճանաչողությունից, քո հավատարմությունից, քո նվիրումից, քո սրբության մեջ ապրելուց, քո իրական աղոթք եւ աղաղակ դեպի նա բարձրացնելուց։ Շնորհակալ եմ, սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ, սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ, սիրելի Հիսուս։ Այո, Տեր, առաջինը մենք ենք ուզում նորոգվել ու փոխվել։ Առաջինը մենք ենք ուզում նորոգվել ու փոխվել։ Առաջինը մենք ենք ուզում ճիշտ մտածել եւ իրական ճշմարտությունը հասկանալ։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։